զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան։ Համեցեք, պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկման եմ ներկայացնում գույքի նվիրատվությունը ընդունելու եւ ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ընդունել Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն հանդիսացող Կոտայքի մարզ համայնք Գառնի գյուղ Գառնի հողամաս հասցեում գտնվող 0.11 հեկտար մակերեսով հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։ Դատախազության Կոտայքի մարզի դատախազը գրությամբ դիմել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե, տեղեկացնելով, որ դատախազության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի, ապա քաղաքացու սեփականության իրավունք։ Համայնքի ղեկավարին հասցեագրված միջնորդագրի քննարկման արդյունքում գույքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը։ Հիմք ընդունելով համայնքի հավաքանու որոշումը եւ դատախազության Կոտայքի մարզի դատախազի գրությունը առաջարկում է ընդունել գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը եւ գույքն ամրացնել շրջակա միջավայրի նախարարությանը հետագա ապօրինի օտարումը կամ այլ խախտումները բացառելու նպատակով։ Միաժամանակ, պարոն վարչապետ, նշեմ, որ նմանատեսակ որոշում կա չզեկուցվող հարցերի ցանկում եւ այնտեղ 1.92 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը նույնպես ամրացվում է Պաշտպանության նախարարության կարիքների համար Պաշտպանության նախարարությանը, որը գտնվում է հետևյալ հասցեով, դա Արարատի մարզ, համայնք Մասիս, գյուղ Սայաթնովա, Մասիս Ռանչպար խճուղի 5 հասցեում։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան։ Տիկին Վարդապետյան, կպարզաբանեք, թե դատախազությունը ինչ գործառույթների շրջանակում է կատարել այս գործը եւ որոշ մանրամասներ։ Համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, կարճ ներկայացնեմ նախապատմությունը, ինչու շրջակա միջավայրի նախարարությանը պետք է ամրացվի գույքը։ Գույքը գտնվում է Գառնի համայնքում, բազալտե երգեհոն, հանրությանն առավել հայտնի քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում 0.1 հեկտար մակերեսով հողամաս է։ Պետական համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարվել է ուսումնասիրություն եւ ներկայացվել է միջնորդագիր եւ արդյունքում Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել իմ կողմից նշված տարածքի նկատմամբ, որը բնության հուշարձանի տարածքում է գտնվում եւ ըստ էության հանդիսանում է բնության հատուկ պահպանվող տարածք։ Հենց այս հանգամանքը հիմք ընդունելով, ինչպես նաեւ հողային օրենսգրքի 60 հոդվածում առկա կարգավորումը մենք առաջարկել ենք եւ այսօր կառավարության նիստով ըստ էության կհաստատվի, որ անհրաժեշտ է նշված հողատարածքը ոչ թե տարածքային կառավարման նախարարության կամ համայնքի ենթակայության ներքո թողնել, այլ փոխանցել շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նշեցի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ինչպես նշվեց, պարոն վարչապետ, մեկ գույք եւս այսօր կառավարության որոշման չզեկուցվող հարցերի մեջ էր ներառված նիստի եւ արդեն ըստ էության քվեարկվեց ու ընդունվեց, խոսքը դոսավ համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության գույքերից մեկին է վերաբերում, այստեղ էլ կարճ նախապատմություն կա, էլի չչարաշահելով ժամանակը նշեմ, որ 2025 թվականի ապրիլի 27-ի դրությամբ դատախազությունը դիմել էր պետական գույքի կառավարման կոմիտեին եւ տեղեկացրել, որ նույն թվականի ապրիլի 25-ին այս հասարակական կազմակերպության կենտրոնական խորհուրդը որոշել էր 11 անշարժ գույք վերադարձնել Հայաստանի Հանրապետության։ Հիշեցնեմ, որ քրեական վարույթի շրջանակներում է այս հանգամանքը վերհանվել, որը քննվում է քննչական կոմիտեում, վարույթը դեռևս ընթացքի մեջ է եւ այս գույքերով չի, որ սահմանափակվում է մեր կողմից եւ քննչական կոմիտեի կողմից վիճարկվող ներողություն գույքերի ցանկը, բայց այսօր այս որոշմամբ ամրացվում է Հայաստանի Հանրապետությանը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթնովա գյուղում գտնվող հողամասը։ Հաշվի առնելով, որ հողամասը հատուկ նշանակության է եւ անհրաժեշտ է այն օգտագործել պաշտպանության նախարարության կարիքների համար, ուստի առաջարկվել է 1.92 հեկտար մակերեսով հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը։ Հաջորդիվ ենթադրում եմ
ոչ առաջիկա 5 շաբթին, այլ հաջորդը մենք եւս 7 գույք կներկայացնենք կառավարությանը հաստատման, ելի դոսաֆի գույքերն են, որպեսզի վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը եւ ամրացվեն տարբեր գերատեսչություններին։ Կներեք, հիմա այս գույքերը, այսինքն ոչ օրինական ձևով սեփականաշնորհված են եղել, թե վարձակալության տրված են եղել, այսինքն ինչ ա եղել, հիմա Քարերի սիմֆոնիայի մի հատվածը սեփականաշնորհվել է կոնկրետ անձի, հա եղել է իր սեփականությունը եւ դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, այսինքն արձանագրել է, ուսումնասիրել է եւ դատական կարգով է, թե այսինքն դատախազական ներգործության արդյունքում է վերադարձվել։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այո, ինչ որ նշեցիք քայլերի հաջողությունը։ Այսինքն ներողություն եմ խնդրում։ Քարերի սիմֆոնիայի մի հատված սեփականաշնորհված է եղել, կոնկրետ անձի, ֆիզիկական անձի։ Այո, պարոն վարչապետ, եւ այստեղ մենք վիճարկել ենք դատախազական ներգործության շրջանակներում ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ իրականում 60 հոդվածի սահմանափակման ներքո գտնվող հողը անցել է մասնավոր սեփականության եւ միջնորդագրով դիմել ենք համայնքի Եվ արձանագրելով, որ դա ապօրինյա չէր կարող սեփականաշնորհվել, որովհետեւ հողային օրենսգրքի 60 հոդվածի հողը Եվ այդ կետից փաստորեն վերադարձնում ենք արդեն չենք վերադարձնում համայնքին, վերադարձնում ենք շրջակա միջավայրի նախարարության։ Այո, պարոն վարչապետ, ինչու ենք այստեղ մի փոքր ավելի կարճ ճանապարհով գնացել, որովհետև համայնքի ավականին որոշում է կայացրել։ Մենք ստիպված չենք եղել դատական կարգով բողոքարկելու նաև համայնքի ավականու որոշումը կամ դատական կարգով պահանջելու, որպեսզի համայնքի ավականու անգործությունը այս պարագայում փաստվի, դրա համար մենք ըստ էության դատական ակտ չունենք։ Նմանատիպ իրավիճակներ մի քանի դեպքերով էլի ենք ունեցել, եթե թույլ կտակ կարճ կներկայացնեմ, երբ դատախազական ներգործության արդյունքում արդեն մեր գործընկերների հետ համակցված աշխատանքի եւ հետեւողական աշխատանքի արդյունքում մենք կարողացել ենք ապօրինի տիրապետությունից հետ վերցնել գույքը եւ ամրացնել պետությանը։ Օրինակ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի հետ մենք հիմա Սևանի ավազանում հատկապես 0-ից ցածր գտնվող գույքերով նմանատիպ միջնորդագրեր ենք հասցեագրել եւ արդեն ազգային պարկ ՊՕԱԿ-ից ստանում ենք պատասխաններ, որ այո, վարձակալության պայմանագրերը կամ դադարեցվել են կամ դադարեցման վերաբերյալ կողմերը ծանուցվել են եւ մենք երամսյա ժամկետից հետո արդեն հաջորդիվ գործողություններ կանենք գույքի սեփականությունը պետության անվամբ գրանցելու ուղղությամբ։ Այստեղ մի փոքր ճանապարհը կարճ է, որովհետեւ մեր գործընկերները այս փուլում արդեն համագործակցում են եւ աջակցում են։ Եթե այս համագործակցության հնարավորությունը չկա իրավական հիմքերի բացակայության պատճառով, մենք գնում ենք դատարան եւ դատական կարգով ենք վիճարկում ու հետ ենք բերում այս 60 հոդվածի հողերը։ Հիմա դոսաֆի գույքերի մասին իհարկե շատ տենց բան հնչեց, էպիկ հնչեց դոսավ համահայկական հայրենասիրական կազմակերպություն։ Այս մեր իրականության երևի բանն է, հատուկ հետազոտության բան նյութ պետքա դառնա դոսավ։ Ես ուզում եմ հիշեի դոսավ ոնց է բացվում, տենց է չի հիշի։ Այդ ոչ մեկ չգիտի երևի, բայց ասենք ոնց է խորհրդային միության կոմունիստական բանի տրամաբանության ներքո ով գիտեր։ Միացրեք բարձրախոսը, միացրեք, դա պետքա հնչի։ Пан варчапет, добровольное общество содействия армии, авиации и флоту. ԴՕՍԱՖ. ՍՍՀ. Շատ լավ։ Հիմա, բայց այս պատմությունը ուրիշ պատմություն է, հարգելի գործընկերներ, որովհետև ըստ էության այս պատմության շուրջ առանձնահատուկ մեր ուշադրությունը սկսվել է այն բանից հետո, երբ որ Էրեգել ազգային ժողովում խոսք գնաց Սպարտակ ստադիոնի հետ կապված այդ մեծ աղմուկը բարձրացավ եւ մենք փորձեցինք հասկանալ, թե ինչա տեղի ունեցել։ Առաջին հայացքից թվում է, թե երբ որ դե յուրե մակերեսային նայում ես, կազմակերպությունը ունի սեփականություն եւ ունի այդ սեփականությունը տնօրինելու իրավունք։ Բայց որ հետ գնացինք, փորձեցինք հասկանալ այդ սեփականության ծագումնաբանությունը։ Պարզվեց բնականաբար, որ անկախությունից առաջ դա եղել է պետական գույք։ Հետո անկախությունից հետո իներցիայով այդ գույքերը ամրացվել են որոշակի կազմակերպությունների, որոնք պետական գործառույթ չեն ունեցել, ընդ որում դե յուրե չի արձանագրվել, որ այս գույքերը հանձնվում են ի սեփականություն։ Հետո պարզվեց, որ այդ նույն խնդրեմը կա մի շարք կազմակերպությունների, այդ թվում ստեղծագործական միությունների դեպքում։
Եվ հիմա, երբ որ Սպարտակ ստադիոնը սեփականա բան եղավ, ինչ որ օտարվեց, որպեսզի շինարարություն արվի այդտեղ, բոլոր հայացքները կառավարությաններ, թե բա կառավարությունը ուր է նայում։ Եվ մենք խնդրեցինք նաև, որ մեր իրավաբան գործընկերները նախ եզրակացություն տան, լավ մենք այստեղ անելիք ունենք, թե չէ։ Այդպես է, որ մենք հասանք այն իրողությանը, որ այդ կազմակերպությունների կողմից այդ գույքը որպես սեփականություն տնօրինելու հարցում մենք ունենք խնդիր եւ դա ամենևին օրինական չի, որից հետո մենք դիմեցինք արդեն մեր իրավապահ մարմիններին զբաղվել այդ հարցով։ Եվ ես շատ ուրախ եմ, որ ի վերջո իհարկե ես չգիտեմ ինչքան գույք է արդեն գնացել, ենթադրում եմ, որ չգիտեմ դրան անդրադարձ ունենալու ենք թե չէ, եւ սա շատ կարեւոր է, որ մենք DOSAF-ի պարագայում, որը ընդհանրապես մեր տեսադաշտերից եւ հանրային վերահսկողությունից փաստացի դուրս է, այդ գույքերը մենք վերադարձնում ենք եւ դրանց հետագա եւ ամրացնում ենք պաշտպանության նախարարությանը, որը ի սկզբանե ֆունկցիոնալ նշանակությամբ հենց հասցեագրված էր դրան։ Ստեղծագործական միությունների հետ կապված էլ մենք խնդիր ունեինք, որովհետև մենք էլի ասում ենք, մենք պատրաստ ենք այդտեղ լինել ճկում, որպեսզի ստեղծագործական միությունները իրենց անհրաժեշտ գործունեության համար անհրաժեշտ գույքը տիրապետեն, բայց այնուամենայնիվ այստեղ պետք է արձանագրվի, որ հանրային սեփականության մասին է խոսքը եւ հանրության իրավունքները կառավարության միջոցով պետք է պահպանվեն։ Եվ հիմա հետեւաբար DOSAF-ի պարագայում էլ նույն մեխանիզմը գործել, ինչ որ այնտեղ ավագանուի որոշում էր, այստեղ ինչ մեխանիզմով ենք մենք վերադարձը կամ պաշտպանության նախարարությանը ապահովել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Քանի որ նշեցիք հասարակական կազմակերպությունները, կարճ ուղղակի տվյալներ հայտնեմ, որ մենք շարունակում ենք ուսումնասիրությունները նաև հասարակական կազմակերպությունների հետ կապված, որոնք որ ապօրինի ըստ էության տնօրինում են պետական սեփականություն հանդիսացող գույքերը, դրանք տարբեր տեսակի միություններն են։ Այս պահին ուսումնասիրության ներքո են գտնվում ժուրնալիստների միությունը, նկարիչների միությունը, գրողների միությունը եւ մի շարք այլ ստեղծագործական միավորումներին պատկանող գույքեր։ Սա իհարկե որոշակի նյարդ է առաջացնում, որովհետեւ տպավորություն է, թե մենք փորձում ենք խանգարել այս միությունների աշխատանքին, բայց իրականում մենք աշխատանքի մասով որևէ միջամտություն եւ խնդիրներ չենք ստեղծում։ Մենք ընդհանրապես թույլ չենք տալիս, որպեսզի այս օտարումների շղթան շարունակվի։ Բարեբախտաբար մեր կողմից կատարված ուսումնասիրություններում դեռևս չեն հասցրել մեծ քանակի գույքեր օտարել, ավելի ոնց որ վատ վիճակում է նկարիչների միությունը, մնացածի մասով կարծես թե շատ չենք ուշացել, բայց այստեղ մենք ընդհանրապես խզում ենք այդ հնարավոր կոռուպցիոն շղթան, քանի որ գույքերը չեն օտարվում ուղակի, օտարվում են այս անձանց հետ փոխկապակցված անձանց եւ ըստ էության հետագայում այդ անձանց կողմից, երբ որ ձեռք են բերվում բավական էժան գներով, շատ ավելի թանկ գներով, մի քանի տասնյակ ու 100 անգամ թանկ, օտարվում են այլ երրորդ անձանց, մենք այս շղթաներն ենք ուսումնասիրում եւ ըստ էության այս պահին թույլ չենք տալիս, որպեսզի օտարումները շարունակվի։ Նույն սխեման DOSAF-ն է, մի տարբերությամբ, պարոն վարչապետ, քանի որ այստեղ իրենք կենտրոնական մարմին ունեն, կառավարման խորհուրդ, կառավարման խորհուրդը որոշել է, որ իր տիրապետումը գույքի նկատմամբ օրինական չէ եւ այս 11 գույքերը իր խորհրդի որոշմամբ որոշել է վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Քննչական մարմիններն ու դատախազությունը այս պահին իրականացնում են արդեն իրավական ձևակերպումների հետ կապված գործընթացները եւ ինչպես նշեցի նաեւ քրեական գործ է քննվում այս հարցի վերաբերյալ, որովհետեւ գույքի նկատմամբ իրենց նախնական իրավունքների գրանցումները օրինական չեն։ Այդ մասին կա նաեւ Վճռաբեկ դատարանի որոշում, որը որ մենք օգտագործում ենք այս հասարակական կազմակերպությունների դեմ մեր հայցերում։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ստեղծագործական միությունների հետ կապված շատ բուռն քննարկումներ են բռնկվում երբեմն։ Ստեղծագործական միությունների գործունեությունը որևէ ձևով խոչընդոտելու ոչ մտադրություն, ոչ ցանկություն, ոչ էլ սպառնալիք կա, այդպիսի խնդիր ընդհանրապես չկա։ Խոսքը Հայաստանի Հանրապետությանը եւ հանրությանը պատկանող գույքի պատշաճ կառավարման եւ պատշաճ հարաբերություններ հաստատելու մասին է։ Խնդրեմ Տիկին Անդրեաս։
Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես էլ կուզեի ընդգծել, որովհետև մենք շատ բազմազան դաշտի մասին ենք խոսում եւ որպեսզի նաեւ տպավորությունը թյուր չստեղծվի, կուզեմ ասել, որ մենք շատ միությունների հետ եւ նաեւ շատ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցություն ունենք։ Ուզում եմ հիշեցնել օրինակ Սևան մարզական միությունը, որը կարևոր գործունեություն է ծավալում սպորտի ոլորտում եւ հատկապես գյուղական բնակավայրերում երեխաներին սպորտով զբաղվելու հնարավորություններ է ընձեռում եւ մենք օրինակ հրաշալի համագործակցության օրինակ էր, երբ որ Վիկտոր Արչինյանի մարզադպրոցի թեման էինք քննարկում եւ այդտեղ կար նաեւ զուգահեռաբար երկու այլ մարզադպրոցների աշխատանք անելու խնդիր, Գեղակերտի մարզադպրոցը Սևան մարզական հասարակական կազմակերպությանն էր դե ֆակտո նույն կարգավիճակում գտնվում եւ մարզական կազմակերպության հետ մեր համագործակցությամբ իրենց խորհուրդը դա արդեն իսկ նվիրաբերել է պետությանը, որպեսզի այդտեղ մարզադպրոցը բարեկարգվի եւ այդտեղ հետագա աշխատանքները կազմակերպվեն պատշաճ պայմաններում։ Եվ նույնը վերաբերում է նաեւ շատ միությունների, որոնց հետ մենք շատ արդյունավետ աշխատում ենք։ Իհարկե, այստեղ դա չի նշանակում, որ գուրքային հարցերը չպիտի կարգավորվեն, բայց ես էլ ուզում եմ վերահաստատել, որ իրենց գործունեության առումով եւ իրենց հետ նաեւ շատ տարբեր ծրագրեր իրականացնելու առումով սա ոչինչ չի նշանակում եւ այդ դաշտում այն աշխատանքը, որը որակյալ է ոլորտի զարգացմանն է տանում, դա իրականացվում է։ Շնորհակալ Շնորհակալ եմ, խնդրեմ պարոն Հարությունյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Տիկին Վարդապետյան, քանի որ ռանչպարի մասին խոսք գնաց, մի թեմայի անդրադառնանք։ Վերջերս եզդիական համայնքի հետ էի հանդիպում եւ նրանք մի փաստ նշեցին, որ նախկին գյուղապետի ձեռքով սեփականաշնորհվել է կամ իրենց տնօրինության տակ է հայտնվել համայնքի ուրեմն հողակտորների մեծ մասը, շուրջ 90 հեկտար արոտավայրերի եւ կուզեի իմանալ արդյոք ընթացք կա այս թեմայով եւ եթե չկա, խնդրեմ ուշադրություն դարձնեք դրան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, մենք ստացել ենք նաև վարչապետի աշխատակազմից ձեր հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն, նաև նշեմ, որ 37 հեկտարի վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեում արկա էր վարույթ մինչև այդ տեղեկանքը ստանալը, որը որ քաղաքացիներից ստացած ահազանգի հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ մարմիններ ուսումնասիրություն արել եւ դուրս էր բերել 37 հեկտար տարածք։ Բնակիչները նշում են 150 հեկտարի մասին, մենք այս պահին նաև պետական շահերի պաշտպանության մեր գործառույթի շրջանակներում ուսումնասիրությունները ընդլայնել ենք, որպեսզի հասկանանք իրականում 37 հեկտարը, 90 հեկտարը, թե 150 հեկտարը, եւ ճիշտ եք նշում, բոլորը անօտարելի գույքեր են, որոնք չէին կարող փոխանցվել մասնավոր անձանց, իսկ տվյալ դեպքում փոխկապակցված անձանց էին փոխանցվել եւ ըստ էության կոռուպցիոն սխեմաներով դուրս էին բերվել համայնքի սեփականությունից եւ հակակոռուպցիոն կոմիտեն է վարույթ քննում եւ մենք պետական շահերի պաշտպանության հայցեր ունենք դատարան ներկայացված եւ ուսումնասիրությունները ընդլայնված են մնացած հեկտարները հասկանալու համար։ Հարգելի գործընկերներ, ըստ էության վերադառնալով մեր քննարկվող հարցերին, Քարի սիմֆոնիայի եւ Դոսաֆին պատկանող գույքին, ըստ էության ընդհանուր առմամբ սա մեր ապօրինի օտարված սեփականաշնորհված գույքի վերադարձի գործընթացի մաս է, որը տեղի է ունենում, եւ ուզում եմ հիշեցնել, որ մենք այս գործառույթը իրականացնելու համար հետեւյալ ուղղությունները ունենք։ Մեկը պետական շահերի պաշտպանության գործառույթն է գլխավոր դատախազության, մյուսը ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, որը նույնպես արդեն գործում է, եթե ես ճիշտ եմ հիշում, Տիկին Վարդապետյան, մենք արդեն օրինական ուժի մեջ մտած որոշումներ, դատավճիռներ ունենք այս թեմայով եւ հաջորդ ուղղությունը քրեական գործերի քննության շրջանակներում էլի դատավարական գործառույթների շրջանակում ահա այս երեք մեխանիզմները գործում են, ինչ որ առումով որպես 4-րդ ուղղություն այս խնդրի լուծման կարելի է դիտել նաև հարկային ուղղություններով արվող որոշակի աշխատանքներ, ինչի մասին նախկինում բազմիցս խոսել ենք եւ Տիկին Վարդապետյան կուզենայի այս պահի ձեր գնահատականը լսել, թե ընդհանուր առմամբ 3 ուղղություններով, եթե ես ուղղություն մոռացա այս գործառույթի խնդրում եմ հիշատակել, այս ուղղություններով ապօրինի գույքի բռնագանձման եւ վերադարձի
իրադրությունը այս պահի դրությամբ ինչպես կարող են գնահատել, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ 4 ուղղություն է, դատախազական ներգործությունն է 4-րդ ուղղությունը, որը որ մենք կիրառում ենք, դրանք միջնորդագրերն են եւ այս սխեմայով, երբ մենք գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում խախտման վրա եւ կարողանում ենք ըստ էության արտադատական կարգով վերականգնել ապօրինի գույքի նկատմամբ պետության սեփականությունը։